Բարև բոլորին եւ բարի գալուս դիմալին։ Այսօր ես խոսելու եմ իսպաներենի շեշտի մասին։ Շեշտը իսպաներենում շատ կարևոր է։ Դուք պետք է հստակ իմանաք, թե բառի որ հատվածն է պետք շեշտել։ Կան տարբեր կանոններ շեշտի հետ կապված, որոնք ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Դե ինչ, եկեք սկսենք։ Առաջին կանոնը այն է, որ գրեթե բոլոր բառերը, որոնք ավարտվում են ձայնավորով, շեշտված են կարդալու այդ բառերի նախավերջին վանկը։ Օրինակ, ամբրե, քաղցած, ամբրե, քանի որ վերջանում է ձայնավորով, էով, ապա շեշտված ենք ասում նախավերջին վանկը, ան։ Կամ օրինակ էլեգանտե, էլեգանտ, էլեգանտե, շեշտված ենք ասում նախավերջին վանկը, ան։ Կամ օրինակ չոկոլատե, չոկոլատե, շոկոլադ, նորից շեշտված ենք ասում նախավերջին վանկը, քանի որ ավարտվում է ձայնավորով։ Կամ օրինակ էրմանո, եղբայր, շեշտված ենք ասում նախավերջին վանկը, ան։ Կամ օրինակ պլումա, գրիչ, պլումա, այով է ավարտում, շեշտված ենք ասում նախավերջին վանկը։ Հաջորդ կանոնը, գրեթե բոլոր բառերը, որոնք ավարտում են ն եւ ս բաղաձայներով, այս բառերի դեպքում եւս շեշտը դրվում է, այդպես շեշտված ենք կարդում նախավերջին վանկը։ Օրինակ, կարող ենք ասել էքսամեն, քննություն, էքսամեն, ան ենք շեշտած ասելու, քանի որ ն-ով է ավարտվում, կամ օրինակ կարող ենք ասել չիկոս, տղաներ, ս-ով է ավարտվում, շեշտված ենք ասում նախավերջին վանկի ձայնավորը, ին, ահա, իսկ այն բառերը, որոնք ավարտում են մնացած բաղաձայներով, շեշտված ենք ասում այս բառերի դեպքում վերջին վանկը, օրինակ, պապել, թուղթ, պապել, են ենք շեշտված ասում, կամ օրինակ աբլար, խոսել, աբլար, ան ենք շեշտված ասում, վերջին վանկը, կամ օրինակ կարող ենք ասել բիսիտար, այցելել, բիսիտար, ան ենք շեշտված ասում, կամ բայլար, պարել, բայլար, վերջին վանկի ձայնավորն ենք շեշտված ասում, կամ պարետ, պատ, պարետ, են ենք շեշտված ասում, վերջին վանկի ձայնավորը։ Այս կանոններից, այս 3 կանոններից, որոնք ես թվեցի, կան շեղումներ։ Եվ երբ որ բառը չի ենթարկվում այս կանոններին, մենք դնում ենք շեշտի նշան։ Եվ բառը կարդալիս ուշադրություն ենք դարձնում, թե որտեղ է գտնվում այդ շեշտի նշանը։ Այսինքն, կապ չունի բառը ավարտվում է ն-ով, ս-ով, ձայնավորով կամ այլ ինչ-որ բաղաձայնով, եթե մենք ունենք շեշտի նշան, ապա բառը կարդալիս մենք պետք է միայն ուշադրություն դարձնենք, թե որտեղ է գտնվում շեշտի նշանը։ Այդպիսի բացառություններից օրինակ կարող է լինել մուսիկա, երաժշտություն բառը։ Մուսիկա, այն ավարտվում է ձայնավորով եւ ըստ կանոնի մենք պետք է շեշտեինք նախավերջին վանկը, բայց քանի որ ունենք շեշտի նշանը ու-ի վրա, այսինքն առաջին վանկի ձայնավորի վրա, ապա շեշտված ենք ասում առաջին վանկի ձայնավորը։ Մուսիկա, մուսիկա, կամ օրինակ խարդին, այգի, խարդին, ն-ով է ավարտում եւ ըստ կանոնի մենք պետք է շեշտեինք նախավերջին վանկը, բայց քանի որ մենք ունենք շեշտի նշան դրված ի-ի վրա, այսինքն վերջին վանկի ձայնավորի վրա, ապա հենց դա էլ մենք շեշտված ենք կարդալու։ Կամ օրինակ լապիս, լապիս ավարտվում է բաղաձայնով եւ ըստ կանոնի մենք պետք է շեշտը դնեինք վերջին վանկի, այսինքն շեշտված պետք է ասեինք վերջին վանկը, բայց քանի որ մենք այստեղ ունենք շեշտ դրված առաջին վանկի ձայնավորի վրա, այ վրա, դրա համար հենց դա շեշտելու ենք լապիս։ Կամ էքսիտո, հաջողություն, շեշտը ունենք դրված էի վրա, առաջին հենց ձայնավորի վրա, ուրեմն կարդալու ենք շեշտելով այդ տար առաջին ձայնավորը, էքսիտո։ Ահա, շեշտը իսպաներենում դնում ենք նաև, որպեսզի տարբերակենք բառերի իմաստները, այսինքն շեշտի առկայությունը եւ չառկայությունը բառերում կարող է փոխել նրանց իմաստը։ Օրինակ, էլ բառը, եթե մենք դնում ենք առանց շեշտի, դա որոշյալ հոդն է, էլ, օրինակ, էլ չիկո, տղան, առանց շեշտի։ Իսկ եթե մենք էլի վրա դնում ենք շեշտ, դա դառնում է դերանուն, նան, արական դերանունը, նա, այսինքն առանց շեշտի դա կլինի որոշյալ հոդ, իսկ շեշտով կլինի դերանուն։ Կամ օրինակ, սի, սին եթե մենք դնում ենք առանց շեշտի, այսինքն ի տարի վրա շեշտ չենք դնում, դա նշանակում է եթե,
եթե։ Բայց եթե մենք ունենք C վրա դրած շեշտ, ապա դա նշանակում է այո։ Այսինքն C առանց շեշտի եթե, C շեշտով այո։ Հաջորդ կանոնը կապված է իսպաներենի ձայնավորների հետ։ Մենք ունենք ձայնավորների ուժեղ եւ թույլ խումբ իսպաներենում, ուժեղ ձայնավորներն են դրանք A, E, on եւ թույլ ձայնավորներն են in եւ un։ Եթե մենք ունենք երկու ուժեղ ձայնավոր իրար կողք բառի մեջ, ապա առանձնացված, այդպես շեշտված ասելու ենք երկուսն էլ։ Օրինակ, paella, paella, e-a միասին ունենք, երկուսն էլ այդպես առանձին հնչեցնելով ասելու ենք paella։ Կամ օրինակ teatro, e-a, նորից այս երկու ձայնավորները իրար կողք, երկուսն էլ առանձին ասելու ենք teatro, teatro, թատրոն։ Իսկ եթե մենք ունենք երկու թույլ ձայնավոր իրար կողք, ապա շեշտված ենք ասելու երկրորդը։ Այսինքն in եւ un իրար կողք շեշտելու ենք երկրորդ ձայնավորը։ Օրինակ, guida, guida բառի մեջ շեշտելու ենք in երկրորդ ձայնավորը, կամ օրինակ ciudad, քաղաք բառի մեջ շեշտելու ենք un երկրորդ ձայնավորը։ Ահա, իսկ եթե մենք ունենք ուժեղ եւ թույլ ձայնավորներ իրար կողք, ապա շեշտելու ենք ուժեղ ձայնավորը, եթե իհարկե մենք չունենք շեշտի նշան դրված թույլ ձայնավորի վրա։ Օրինակ, կարող ենք ասել aire, aire։ Այստեղ մենք շեշտում ենք an ուժեղ ձայնավորը։ Բայց օրինակ aun բառի մեջ շեշտում ենք un, քանի որ ունենք շեշտի նշանը դրված թույլ ձայնավորի վրա։ Aun, aun։ Կամ օրինակ dia, dia, ia, an է ուժեղ, բայց քանի որ մենք ունենք շեշտի նշանը դրված թույլ ձայնավորի վրա, i-ի վրա, ապա շեշտված ենք ասելու in, dia։ Ահա, այսքան է այսօրվա համար, շնորհակալություն, որ դիտեցիք, կարևոր է, որ դուք այս կանոնները, որոնք որ ես թվարկեցի, իմանաք, որպեսզի երբ որ շեշտի նշանը չկա, դուք իմանաք, թե բառը որտեղ եք շեշտելու, քանի որ սա շատ կարևոր է իսպաներենում։ Իսկ արդեն շեշտի նշանը կրկին դնելը եւ այդպես այն մասը, որտեղ որ դրված է շեշտի նշանը, շեշտված ասելը շատ կարևոր է կրկին։ Քանի որ ինչպես նշեցի, դուք կարող եք իմաստի մեջ սխալներ թույլ տալ կամ քերականական սխալներ թույլ տալ, եթե չդնեք շեշտի նշանը։ Կարող է օրինակ շեշտով եւ առանց շեշտ բայերը ժամանակաձևի փոփոխություն լինի, դեմքի փոփոխություն, այսինքն կա, որ նույնությամբ եք գրում, բայց շեշտը դնում եք, ժամանակաձևը եւ դեմքը փոխվում է այդ դրա համար շատ ուշադրություն դարձրեք շեշտերին։ Այսքանը, շնորհակալություն, որ դիտեցիք, լայքեք, բաժանորդագրվեք եւ եկեք սովորենք իսպաներեն միասին։ Adios։